Սամվել Կարապետյանը որքան երկար մնաց Հայաստանի Հանրապետության բանտում, այնքան շատ շուտ Ռուսաստանում կսկսեն խլել իր ձեռքից եղած բիզնեսները, որովհետև այդ երկիրը պարազիտ երկիր է, որ հենց տեսնում են մի փոքր թուլություն, իրենք սկսում են այդ մարդուն հոշոտել։ Եվ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը այնքան անմխիթար վիճակում է այսօր, եւ այնտեղի այդ օլիգարխիան այնքան անմխիթար վիճակում է, որ իրենք ցանկացած հնարավորություն կօգտագործեն, որպեսզի պահպանեն իրենց գումարները, ավելացնեն իրենց գումարները, իսկ Սամվել Կարապետյանը հիանալի սուբյեկտ է իրենց համար։ Սամվել Կարապետյանը թող մտածի դրա մասին։ Եվ այո, իրենք ապա քաղաքական ուժ են, իրենք ապա պետական ուժ են, իրենք ապա հայկական ուժ են, իրենք թերապես ուժ չեն։ Իրենք փորձում են ուժ դառնալ։ Իրենք ընդդիմություն են պետականությանը, այ ինչպես ազգային ժողովում մենք ունենք ընդդիմություն, որտեղ եթե լիներ իրապես ընդդիմություն, ապա պետք է լիներ ինչ-որ գաղափարական տարբերություն։ Իրենք պետք է ինչ-որ գաղափարախոսության վրա հիմնված լիներ, որպեսզի օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասեր, որ ազգային ժողովում կա 3 ուժ, իշխանությունը ունի այս գաղափարախոսությունը, այս մի անդիմադիրը այս գաղափարախոսությունը, իսկ չկա այդ տարբերությունը։ Այն 2 ուժը հիմնականում խոսում են այն բաներից, թե ինչ են ասել Ռուսաստանում, տիրաժավորում են այն նարատիվները, որոնք հնչում էին Ադրբեջանից,